Արցախի պետական համալսարանում մարտի կեսերից դադարեցված է դասապրոցեսը, ուսանողները վերադարձել են բնակության մշտական վայրեր։ Այդ ընթացքում համալսարանում մշակվել է հեռավար ուսուցման համակարգը։ Նախքան հեռավար ուսուցմանն անցնելը մայրբուհի բոլոր դասախոսները ուսանողներին էին տրամադրել դասընթացների առարկայական նկարագրերը, հարցաշարերի, դասախոսությունների, գործնական եւ ինքնուրույն աշխատանքների թեմաների, գրականության ցանկի էլեկտրոնային տարբերակները։ Ապրիլի 6-ից արդեն ամբողջ ծավալով մեկնարկել է հեռավար ուսուցումը, այսինքն գործող դասացուցակներին համապատասխան յուրաքանչյուր դասախոս պարապելու է առցանց դասախոսություն։ Առցանց պարապմունքները հիմք են հանդիսանալու ուսանողների հետագա գնահատման համար։ Զարինե Սարաջյանը հավաստիացնում է, մայրբուհը ջանք չի խնայելու ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար։ Հիմնականում Zoom հարթակն է օգտագործում, բացի Zoom-ից նաև կիրառվում են տարբեր հավելվածներ, Messenger, Viber եւ այլն։ Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով համալսարանում ստեղծվել են հանձնաժողովներ հումանիտար եւ բնագիտական ուղղություններով։ Հանձնաժողովների կազմում կան համապատասխան մասնագիտությամբ դասախոսներ։ Այս հանձնախմբերի կողմից վերահսկվելու է գործընթացը, որպեսզի ամեն ինչ արդյունավետ կազմակերպվի եւ բնականon ընթացք ունենա։ Առցանց պարապմունքների համար համալսարանի գրեթե բոլոր դասախոսները ունեն տեխնիկական հնարավորություններ, ասում է Զարինե Սարաջյանը, ավելացնելով, որ համալսարանը աջակցում է այն դասախոսներին, ովքեր չեն տիրապետում ժամանակակից տեխնիկական միջոցներին։ Տեսանկարահանվելու են բոլոր դասախոսությունները եւ դրանք ուղարկվելու են ուսանողներին։ Ուսանողների կամ դասախոսների համար որևէ հարց առաջանալու դեպքում կարող են դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին, ամբիոնի վարիչին։ Արցախի պետական համալսարանի լրատվության եւ հանրային կապերի բաժնի պետը մարտի 23-ին կայացած գիտխորհրդի որոշումն է հիշեցնում։ Երկրորդ կիսամյակի ուսումնառության շրջանը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը։ Ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը կազմակերպելու է մայիսի 14-ից 20-ը, իսկ արդեն բուն պաշտպանությունը մայիսի 25-ից 29-ը։ Նույնն է մնացել նաեւ ոչ ավարտական կուրսերի քննաշրջանին վերաբերող որոշումը։ Չեղարկվելու են ընթացիկ բոլոր ստուգումները, սակայն խոսքը չի վերաբերում այն խմբերին, որոնք հանձնել են արդեն մեկ ընթացիկը։ Վերջում լինելու է մեկ եզրափակիչ։ Ուսանողներն իրենց վարձավճարները կարող են փոխանցել առցանց եղանակով բանկային հաշվին, նշելով մուծում կատարող ուսանողի անունը, ազգանունը, մասնագիտությունը, կուրսը եւ ուսուցման համակարգը։ Արմինե Պետրոսյան, Մերուժա Մարտիրոսյան, օր։